Թիվս այլ խոշոր հոդեր էնդոպրոթեզավորումներ, որոնք կատարվում են Wigmore կլինիկում, դրանք են ծնկան, կոնքազդրային, սրունքթաթային հոդեր էնդոպրոթեզավորումները։ Վերջերս Հայաստանում առաջի անգամ Wigmore կլինիկում կատարվեց ուսային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում։ Մենք բազմիցս կատարել ենք ուսահոդի միաբևեռանի էնդոպրոթեզավորում, որի ժամանակ փոխվում է միայն բասկոսկրի գլխիկը։ Այժմ նորույթը այն է, որ կատարվում է նաև ուսահոդի տոտալ էնդոպրոթեզավորում, այսպես կոչված ռևերս տոտալ ուսի էնդոպրոթեզավորումներ։ Ուսային հոդի ռևերս էնդոպրոթեզավորման ժամանակ փոխվում է ինչպես տանձաձև փոսությունը, այնպես նաև բասկոսկրի գլխիկը։ Առաջինը բասկոսկրի գլխիկի բազմաբեկորային կոտրվածների ժամանակ ուսային հոդի պտտող մկանախմբերի մեծ չվերականգնվող դեֆեկտների ժամանակ, ինչպես նաև ուսային հոդի խիստ արտահայտված ցավային համախտանիշով արթրոզների ժամանակ։ Վերջերս մեզ էր դիմել 74 տարեկան կին, որը նախկինում մեզ մոտ վիրահատվել էր զույգ կոնքազդրային հոդերի եւ ծնկան հոդի էնդոպրոթեզավորումներ էր կատարված, այժմ կատարվեց աջ ուսահոդի տոտալ ռևերսային էնդոպրոթեզավորում խիստ արտահայտված ցավային համախտանիշի կապակցությամբ։ Վիրահատությունից անցել է 2 շաբաթ, շարժման ծավալը մասամբ վերականգնված է, ցավային համախտանիշը վերացել է, պացիենտը շարունակում է վերականգնողական թերապիա։ Եղեք առողջ եւ տեղեկացված։